ինքնուրույն կիջնի, թե չի իջնի այդ համորձին հարցը հնչեց։ Հավանականությունը ինքնուրույն իջնելու ժամանակին ծնված տղա երեխաների դեպքում մոտավորապես 0.4% է։ Այսինքն հավանականությունը շատ մեծ չի, որ կարող է իջնի, բայց այդ 0.4%-ն էլ ինքը աշխատում է առաջին 3 ամիսների ընթացքում։ Եթե 3 ամսվա ընթացքում չի իջել, հետո սպասել որ համորձին իջնի, անիմաստ է, էլ չի իջնելու։ Այդ դեպքում արդեն ծնողներին սկսում ենք բացատրել, որ ձեր երեխային սպասում է վիրահատություն, որ ցանկալի անել այս տարիքում լավագույն արդյունքներ ունենալու համար։ Ու հիմա աստիճանաբար արդեն այդ նորացիներից սկսած ծնողները այնց բերում են կոնսուլտացիաների քննարկում են, ինչ անեն, երբ բերեն, ինչ ոնց բերեն եւ այլն։ Այդտեղ իր դերն ունի նաեւ կարծում եմ ինտերնետը, որ ինֆորմացիայի հասանելիությունը հիմա շատ մեծ է, ու ցանկացած քիչ տեսա շատ գրագետ մարդ տեսնելով որ ամորձին տեղում չի կարող Google-ում կամ չգիտեմ ChatGPT-ին հարցնի ինչ անել եթե ամորձին տեղում չի ու պատասխանը միշտ ելնում է գնացեք բժշկի։